Բարձր սիրելի հայրենակիցներ, որոշեցի անպայման ձեզ համար արագ եթեր պատրաստել, քանի որ տեսակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց հրադադարի մասին, որը որ առավոտյան արդեն ուժի մեջ մտավ, ընդհանուր առմամբ միանգամից ասեմ, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունները շատ լուրջ ձևով հակասում են իրար եւ դժվար է դրանց վրա հիմնված որևիցե վերլուծություն կատարելը, տեսակ ընդամենը ժամեր առաջ նա ասում էր, որ Իրանում պետք է ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, այդ մասին խոսում էր նաև Իսրայելը իմիջայլոց, բայց Դոնալդ Թրամփի այդ կրառումից հետո նա հայտարարում է, որ հրադադար է հաստատվելու Իսրայելի եւ Իրանի միջեւ։ Տեսանք նաև այն, որ վերջի պահին հարված հասցրեց Իրանը Իսրայելին, դա եւս տեսանք, եղան մարդկային զոհեր, բազմաթիվ վիրավորներ, նույն ժամանակ նաև Իսրայելը հարվածներ էր հասցնում մինչև վերջի պահը Իրանին սպանվեց ֆիզիկոս իր տան մեջ, սակայն կարևորը այն է, որ այս հրադադարը հիմա կարծես թե այս պահի դրությամբ աշխատում է, ճիշտ է Իրանի արտգործ նախարարը հայտարարում է, որ եթե Իսրայելից հարված չլինի, ապա Իրանը այլևս չի հարձակվի Իսրայելի վրա, բայց որևիցե պայմանավորվածություն չկա, այդտեղ եւս կարծես հերքում են Թրամփի հայտարարությունները, բայց կարևորը հիմա այն է, որ կարծես թե այս պահի դրությամբ հրադադարը մտել է ուժի մեջ, դա հաստատում է նաև իսրայելական կողմը շնորհակալություն հայտնելով, կոնկրետ շնորհակալություն հայտնելով Դոնալդ Թրամփին։ Եվ սա բավականին հետաքրքիր իրավիճակ է։ Դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում են, որ բանակցությունների են պատրաստ իրանական կողմի հետ ատոմային ծրագրի շուրջ, դա մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ եթե նման բանակցություններ տեղի ունենան, ապա շատ հնարավոր է, որ պատժամիջոցները հանվեն Իրանի վրայից, քանի որ իմ պատկերացմամբ ատոմային ծրագիրը Իրանի եթե ամբողջովին ոչնչացված է, ապա շատ լուրջ ձևով վնասված է եւ տասնյակ տարիներ է կրկին պահանջվելու Իրանին, որպեսզի Իրանը կարողանա վերադառնալ այդ ատոմային ծրագրին եւ այն հարստացված ուրանը, որը որ խոսք կա, որ կարողացել են տեղափոխել բեռնատարներով, դա եւս մեծ հաշվով չի կարող հիմա ծառայել ատոմային ռումբ ստեղծելու գաղափարին։ Հետևաբար ես հակված եմ պատկերացնել, որ շատ հնարավոր է, որ պայմանավորվածություն տեղի ունենա եւ այսինքն պատժամիջոցները փուլ առ փուլ հանվեն Իրանի վրայից, չնայած որ չեմ պատկերացնում, որ դա մի քանի օրվա հարց է, կարծում եմ էլի մի քանի բանակցությունների փուլ այնուամենայնիվ լինելու է։ Մեզ համար ընդհանուր առմամբ շատ կարևոր է եւ շահեկան է, որ այսպիսի ավարտ է ունենում այս պատերազմը, չնայած կրկին չեմ շտապի միանշանակ ասել ավարտվում է թե չէ այս պատերազմը, բայց եթե նույնիսկ ավարտվի, լավ է այն առումով, որ հնարավորություն կա նաեւ, որ պատժամիջոցները հանվեն Իրանի վրայից, ինչը բնականաբար շատ լավ է անդրադառնալու Հայաստանի եւ Վրաստանի վրա, ինչպես նաեւ հյուսիս-հարավ ծրագրի վրա։ Բնականաբար կցանկանայի, որ Իրանում շատ ավելի լուրջ փոփոխություններ տեղի ունենային, ավելի ժողովրդավարական ռեժիմ հաստատվեր, որը որ լավ հարաբերություններ կունենար Միացյալ Նահանգների հետ։ Հիմա ծայրաստիճան լարվել են հարաբերությունները նահանգների հետ։ Տեսնենք, շատ բան կախված է հիմա բանակցություններից, թե ինչ ձև կընթանան այդ բանակցությունները։ Ընդհանուր առմամբ այս պատերազմից 10-12 օր տևած պատերազմից կարող եմ ասել այն, որ Իսրայելը կարողացավ հասնել վրան, որ ատոմային ծրագիրը կարծես թե ավարտվեց Իրանի, եթե չասենք նաև ավարտվեց, ապա շատ լուրջ վնասներ է ստացել եւ տասնյակ տարիներով հետ է ընկել, դա միանշանակ է, դա կարող ենք փաստել։ Առաջին իսկ օրը նա սպանել էր Իրանի ռազմական վերնախավը, տեսանք գլխավոր շտաբի պետեր, բազմաթիվ գեներալներ, շատ լուրջ գործողություններ կարողացավ իրականացնել Իսրայելը եւ դա եւս կա, սիրելի հայրենակիցներ, սա փաստ է։ Իրանում եղան նաեւ բազմաթիվ զոհեր, հարյուրավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին իսրայելական հարվածների պատճառով, կարծես 600-ից ավել մարդ է զոհվել, 2000-ից ավել մարդիկ վիրավորվել են եւ սա եւս հստակ ցուցադրում է այն, որ Իրանը ավելի շատ է տուժել այս պատերազմից։ Սա միանշանակ է։ Դրանից բացի
օդուժը կարծես թե ամբողջովին ավերվել է Իրանի օդուժը, դա եւս շատ բանի մասի է խոսում, այսինքն տասնյակ միլիարդավոր դոլարներ, եթե ոչ 100 միլիարդավոր դոլարների վնաս է ստացել Իրանը։ Սա եւս միանշանակ է, սիրելի հայրենակիցներ։ Իսրայելը մեծ հաշվով շատ զոհեր չի տվել, խաղաղապահության շրջանում կարծես 3 տասնյակի մոտ զոհեր կան, 2500 վիրավորներ, ռազմական գործողությունների ընթացքում որևիցե զոհ չի գրանցել Իսրայելը, որքան ես տեղյակ եմ, ինչպես նաև տեխնիկայի կորուստ չեն ունեցել, չնայած որ իրանական կողմը հաղորդում է, որ մի քանի ինքնաթիռ են կարողացել խոցել, այդ թվում նաև F-35-ներ, սակայն ես չեմ կարող հաստատել այդ ամենը։ Կարծում եմ, որ Իրանը այնուամենայնիվ հնարավորություն չի ունեցել լուրջ գործողություններ կարողանալու կատարել եւ խոցումներ իրականացնել։ Այսինքն այդ ինքնաթիռները այնքան լուրջ ինքնաթիռներ են, որ դժվար թե Իրանը հնարավորություն ունենար նման գործողության։ Սա է հիմնականում նաև ռազմական տեսանկյունից, այսինքն միանշանակ է, որ Իրանը այստեղ պարտություն է կրել, բայց մեծ բայց կա, Իսրայելը շատ փոքր պետություն է եւ բավականին հոգնած բարդ իրավիճակ է հիմա ստեղծվել նրա համար, հետեւաբար Իսրայելին եւս սերնդու էր, որ հիմա շատ շուտ ավարտվի այս պատերազմը, քանի որ ամեն իրանական հրթիռ շատ լուրջ ավերածությունների էր վերածում Իսրայել, ամեն մեկ հրթիռի ընկնելով թաղամասեր էին ավերվում Իսրայելում եւ դա շատ լուրջ եւ մեծ խնդիր էր ստեղծում Իսրայելի համար։ Հետեւաբար նրանց եւս ինչ-որ միտեղ հիմա ձեռնտու եղավ, որ այս պատերազմը ավարտվի։ Կրկին նշեմ, ընդհանուր առմամբ մեզ համար շատ լավ է, քանի որ ստաբիլիություն պետք է որ վերադառնա, եթե հրադադարը պահպանվի մեր տարածաշրջան, դա է մեզ համար ամենակարևորը, եւ դրանից բացի հույս կա, որ պատժամիջոցները կհանվեն Իրանի վրայից, ինչը բնականաբար եւս շատ լավ է անդրադառնալու Հայաստանի եւ Վրաստանի վրա, Հյուսիս հարավ ծրագրի վրա, որը որ Հնդկաստանը Հայաստանով, Իրանով, Վրաստանով, Սևծովով կապելու է Եվրամիության երկրների հետ։ Այս պայդրությամբ այս կանը հաջողություն կհանդիպենք։